որ արդար է, որ մի քանի տարի անց պետք է դրա արդյունքը զգան։ Պարոն Հովհաննիսյան, խնդրում եմ նաև որպես քաղաքական գործիչ կանդրադառնաք երեկվա մետրոյում կայացած դեպքին, որի ժամանակ վարչապետը արցախցու հետ թույլ տվեք ասել վիճաբանության մեջ մտավ, նրան անվանեց Արցախից փախած, թեև հետո ներողություն խնդրեց, բայց ամեն դեպքում երկրի վարչապետին, քաղաքական գործչին, որքանով էր հարիր նմանատիպ պահվածքը։ Ես դա չեմ կարող մեկնաբանել, որովհետև վարչապետը ինչ որ ասել է եւ իր ասացի վերաբերյալ իր արձագանքը տվել է, հետեւաբար իմ արձագանքի կարիքը չկա մեկնաբանից։ Վերջին շրջանում թոշակների բարձրացման հետ կապված են մեղադրում, ասում են, որ պետբյուջեով նման ծախս նախատեսված չէր։ Հիմա սա ընտրություններից առաջ process են դիտարկում, ասում են ճակերտավոր, այսպես կոչված ընտրակաշարք է։ Ինչպես կմեկնաբանեք։ Ինձ հիշում են մեղադրում։ Ասում են, որ բյուջեի չնախատեսված ծախսերի շրջանում է սա process-ը։ Իսկ մեղադրանքը ո՞րն է ինձ կոնկրետულად։ Հենց դա ասում են, որ ընտրակաշարք են որպես դիտարկում։ Ասում են այդպես են արել, առհասարակ նմանատիպ կարծիքներ կան։ Ես չգիտեմ։ Չեք լսել նման խոսակցություններ։ Դե ինչ որ մեկը ինչ որ մի ձև կարա մեկնաբանի ցանկացած լավ բան, որ տեղի ունենում մեր երկրում, կարա ասի դա ընտրակաշարքը ընտրողներին դուր գալու համար։ Ասում են, այսքան տարիներ չբարձրացվեց, հենց եկավ ընտրության շեմին, որոշվեց բարձրանալ թոշակները։ Դա մարդիկ դիտարկում են որպես ընտրակաշարք։ Եթե դուք հետևեք, թե ինչ քաղաքականություն ենք մենք իրականացնում, օրինակ 2021-22 թվականներին, երբ որ մեզ ասում էին ինչի թոշակները չեք բարձրացնում, մենք ասում ենք, որ ընդհանուր տրամաբանությունը կառուցված է նրա շուրջ, որ մենք պետքա այս ընտրական ցիկլի առաջի տարիներին մեր ներդրումները կենտրոնացնենք տնտեսական ենթակառուցվածքների զարգացման վրա եւ այնուհետեւ երբ որ դրանք իրենց արդյունքները տան, այսինքն մեր հարկային եկամուտները դրա հետևանքով ավելանան, այդ ժամանակ մենք կարող ենք խոսել սոցիալական ծախսերի ավելացման մասին։ Ես կարծում եմ, որ սա հասկանալի տրամաբանություն է։ Եվ հենց այդպես էլ իրականում իրականացրել ենք, այսինքն թոշակները բարձրացրել ենք վերջում, երբ որ այդքան տարի իրար հետևից ունեցանք համախառն ներքին արդյունքի եւ մեր տնտեսության զգալի աճ։ Տնտեսագետներ կան, որ պնդում են, բյուջեն կազմելուց տարվա սկզբից են հայտարարում նման բանի մասին, բյուջեում նման ծախսեր տարվա սկզբից են որոշում, ոչ թե տարվա կեսից, որոշում են, որ պետքա թոշակները բարձրանան եւ շատ տնտեսագետներ սա դիտարկում են հապճեպ որոշում։ Տեսեք, տարվա սկզբից չեն որոշում, նախորդ տարվա կեսից են որոշում, երբ որ մենք կազմում ենք բյուջեն։ Նախորդ տարվա կեսին մենք այլ պատկերացումներ ունեինք 2025 թվականի տնտեսական ցուցանիշների եւ հարկային եկամուտների վերաբերյալ։ Եվ երբ որ փաստացի տվյալները հայտարարվեցին եւ 25 թվականների արդյունքներն մեզ համար պարզել, մենք տեսանք, որ մենք ունենք տարածք այդ գործողությունը անելու եւ այդ տարածքը ըստ էության օգտագործեցինք, որտեղ կարծում եմ, որ արդար է, որ մի քանի տարի անընդմեջ մենք ունենք բարձր տնտեսական աճ եւ եկամուտների աճ եւ մեր թոշակառուները պետք է դրա արդյունքը զգան։